Շուտ ենք է մտել։ Մենակ մեկ եք։ Ուր ես գնում։ Ասա, ուր ես գնում։ Արդեն գնում ես դպրոց։ Իսկ դու քանի տարեկան ես, որ գնում ես դպրոց։ 3 տարեկանում դպրոց են գնում։ Դե պակա։ Դե աղջիկներ, հուսով եմ լավ եք։ Իմ արտաքին տեսքի համար իհարկե ներողություն, ինչ որ շատ ահավոր վիճակ է, բայց ուրիշ կերպ չի կարող լինել, ամբողջ գիշեր չեմ քնել։ Երեք տանը տառականներ եմ տեսել, չհաշված դրան, որ մի քանի օր առաջ դրանից Մարիամ Աստվածածնի նկար կար այդ տանը կախած, չգիտեմ ցույց եմ տվել ձեզ թե ոչ, այդ Մարիամ Աստվածածնի նկարը հանել էի իբրև մաքրելու նպատակով ու այդ հանելու ընթացքում տեսա, որ ամբողջ հետևի հատվածը սարդոստայներ էր կապել ու քիչ հերիք է սարդոստայներ կապել, մի հատ առանձին թրթուրատիպ ցեց չի, դա թրթուրատիպ կա, ինքը պոչիկով թափանցիկ, մարմնագույն գույնի է, այտենց ինչ-որ ցեցատիպ բան է, ամբողջ այդ նկարի հետևի հատվածը, այդ գարդոնի կողքը, այդ հետևի հատվածը, այդ ցեցից էր ոնց ու այդ չգիտեմ ինչից չորացած, իհարկե սարսափելի, ես չգիտեմ ասել եմ ձեզ թե ոչ, ես սարսափելի կերպով վախենում եմ միջատներից, տառականներից եւ ոչ թե զզվում եմ, եթե զզվել լիներ, ես կարող էի զզվելով հավաքել, երեխայի մասին մտածելով հավաքել, մաքրել, չգիտեմ, բայց ես իսկապես թե դա ֆոբիա է, թե ինչ է, չեմ կարող ասել, ես իսկապես չափից դուրս շատ վախենում եմ։ Դեռ սարդերը մի կողմ, մորեխից եւ այդ տառականերից սարսափելի կերպ եմ վախենում։ Այնքան եմ վախենում, որ գիշերվա ժամը 12-ին Մեսրոպին քնից արթնացրել եմ եւ կոմֆորտ պլյուսով, որ զուտ այդ ժամին երեխայի հետ ապահով լինի, եկել եմ քրոջս տուն Գուրգինյան։ Հիմա գնացի այդ դիկլա չգիտեմ ինչ է դրանի ծառա 2 հատ, գնացի լավանդվի այդ բաների ծառա, շարերի ծառա, կիմանաք հաստատ, որ շորերի մեջ դնում են, իդեպ սկեսուր մայրիկս իր պահարանում միշտ պահում էր եւ կարելի էր սովորել այդ մի բանը, սկեսուր մայրիկիցս այդ լավանդվի այդ հոտից ասում են, որ ինչ որ ցեցը բանա չէ լինում, դրանից դրեցի Մեսրոպի շորերի այդ հատվածում, բայց մեկ հատ եմ գնելու, փոշմանեցի, որ մի հատ գնեցի, մեկ հատ եմ գնելու եւ վերևի հատվածում եմ կախելու, ինքը կախիչ է լինի, էլի իր հետ հանում եք, կարող եք կախիչների վրա, պալտոների վրա այդպես կախել, 350 դրամ է, եթե չեմ սխալվում, այդպես, գնացի փչեցի, իմ ամբողջ այսպես քթիս մեջ ինչ-որ տարօրինակ տհաճ զգացողություն է, հոտը իրական շատ հոտը չէ, ինքը գրված է, որ без запаха է, այսինքն հոտ չունի ինքը, բայց ինչ-որ տհաճ տարօրինակ աշուշենյա է ամեն դեպքում, ամբողջ այսպես պլենտուսներով փչեցի, տեսնենք կօգնի թե ոչ, վաղը տանտիրոջ հետ պայմանավորվել ենք, տանտիրոջ հետ գնալու ենք ժամը 1-ին այնտեղ, այդ նկարները հանենք, տանենք սրբատեղի կա Շենգավիթի մետրոյից մի քիչ վերև, չգիտեմ գիտեք թե ոչ, այնտեղի ապրողները կիմանան, Կեղիշետ Հաջողոսյանի վրա է, եթե չեմ սխալվում, ընկնում, պետք է տանենք այնտեղ, եւ տանտերն էլ գա, մի հատ հասկանանք, 2 տառական արդեն տեսա, որ գնացի, այնտեղ միտեղ ժավել էի արել, այդ ժավելի վրա էին, թեքված ոնց որ, պլյուս այդ տունը խոնավացել էր ու իմ բանի պատճառով էր խոնավացել, որովհետև պատուհանները չէի բացում, սարսափելի շատ մոծակներ կան, սիրելի աղջիկներ, եկա դեպի Սասի մոտ Ջուլիան տեղափոխել են, բարեկամության մետրոյի տակներ են, ժամանակ այդտեղ են վաճառվում, դուբայի իմ
պուդրան գնեցի, շատ հաճախ ենք այդտեղից օգտագործում այն ժամանակ, իրենք օրիգինալ ապրանքներ ունեն, եւ օծանելիքներն են օրիգինալ, եւ շրթներիքներն են օրիգինալ, եւ մատիտները։ Եկա եւ այդ Բուբայի պուդրան գնեցի։ Սա։ Սիրելի աղջիկներ, ինչպես տեսնում եք, ես արդեն եկել եմ աշխատանքի, բայց ասեցի այս վլոգը ավարտին հասցնեմ, մեկ անգամ եւս վլոգ տեղադրեմ, արդեն մնացյալը ժամանակի ընթացքում, ինչպես որ ժամանակը, այսպես ասած, ների, կշարունակեմ բնականաբար վլոգը նկարել, իհարկե ոչ ամենօրյա, ոչ երկօրյա ռեժիմով, բայց ամեն դեպքում կփորձեմ գոնե 3 օրը մեկ ինչ որ վլոգ տեղադրել, որպեսզի մոնետիզացիաս էլ նորմալ աշխատի եւ խնդիր չունենանք, որովհետև ամեն դեպքում դժվար է մոնետիզացիան միացնել, բայց քանի որ միացել է, պետք է արդեն փորձենք տեսնենք ստացվում է թե ոչ աշխատացնել մոնետիզացիան Հայաստանում։ Ինչևէ, դրա մասին խոսելը դեռ շուտ է, պետք է սպասենք մինչև ինքը ընդհանրական թույլ տա գումար հանել, չգիտեմ այնտեղ տեսնենք ստացվում է հանել Հայաստանում թե ոչ, դա կարծում եմ դեռ մի քանի ամիս դրան կա։ Ինչ է ուզում ասել, տառականների մասով ուզում էի անդրադառնալ այդ հարցին, ասեցին, ճիշտ է փչեցի այդ նյութը, որ գնել էի, բայց ասեցին նաև, որ շատ լավ օգնում է բորաթթուն, պեսոկի, 1 ճաշի գթալ պեսոկի, 1 ճաշի գթալ ալյուրի հետ, բորաթթուն խառնում ես եւ այդ անկյուններով լցնում ես, տան տերը եկավ, միասին նայեցինք, ես փչել էի եւ դուրս է եկել, բնականաբար մեծ ռոբին թողել էի քրոջստանը եւ գնացել էի այդ աշխատանքներն իրականացնելու ահ ու սարսափով։ Ինչևէ գնացինք, տեսանք 2 հոգի, 2 հատ էլ եթե չեմ սխալվում, այնտեղ սատկել էին, թե մեկն էր, դե ես չեմ կպտի, բնականաբար տան տերը վերցրեց, գցեց աղբը, հիմա այսօր կգնեմ ալյուր եւ պեսոկի հետ կբացեմ այդ բորաթթուն ու անկյուններով կլցնեմ, որպեսզի անգամ եթե հիմա կանել, թեպետ 3 չեմ տեսել, բայց լույսը միացրած եմ քնել, մուտքի լույսը միացրած եմ քնել, եթե անգամ կանել, հանկարծ մոտիկ չկան, անկողին չբարձրանան եւ այլն, որովհետեւ իսկապես չեմ կարող դա տանել, կարողա ինչ որ սրտի կաթված ստանամ եւ չգիտեմ ինձ հետ ինչ կատարվի այդ պահին։ Էլի եմ ասում, իմ խնդիրը զզվելը չէ, ես չեմ զզվում, եթե զզվելը լիներ, ես երեխայի համար միանշանակ արագ կսատկացնեի եւ կվերցնեի կշպրտեի աղբի մեջ իրենց, ես իսկապես ունեմ ֆոբիա, ես վախենում եմ օրեղներից, վախենում եմ տառականներից, սարդերը ինչ որ միտեղ դեռ կարող եմ սատկացնել, սարդերից այդ աստիճանի չեմ սարսափում եւ կարող եմ գլուխ անել, բայց մորեխներից եւ տառականերից որևէ կերպ երբևէ չի եղել, որ ես իրենց հետ մենակ մնամ եւ ես իրենց հարցը այսպես ասած լուծեմ։ Դա այդպես, այսօր կփորձեմ նաեւ այդ տարբերակը։ Մեծ ռոբեի մամանկապարտեզում է, շուտով արդեն վերցնելու ժամն է, համարյա 5-ն անց է, վերցնելու ժամը կլինի, կգնամ մեծ ռոբին կվերցնեմ եւ գնանք։ Եվ սիրելի աղջիկներ, ինչ էի ուզում հարցնել, ուզում էի առանձին մեկնաբանություններում թողնեք հարմար է լինելու ձեզ ամսի շաբաթ օրը, հիմա ասեմ դա ամսի քանիսն է ընկնում, եթե չեմ սխալվում, 29-ը, ամսի 29-ին 12-ին առավոտյան կամ կեսօրին այսինքն կամ երեկոյան ժամը 5-ից հետո, երբ է ձեզ հարմար լինելու ուղիղ եթեր միանալու համար, որոշել եմ ուղիղ եթերը արդեն օրը հստակ ասել, օրը հստակ լինելու ամսի 29-ը, բայց թե ժամը ինչպես անենք, որ հարմար լինի բոլորին, դա արդեն ուզում եմ մեկնաբանություններում գրեք, ինչպես է լինելու ձեզ հարմար 12-ին առավոտյան, թե արդեն 17:00-ին, 00-ից հետո։ Դա գրեք մեկնաբանություններում, պարզենք միասին, պարզաբանենք եւ արդեն մնացյալի մասով կխոսենք մյուս վլոգում կամ հենց միանգամից արդեն ուղիղ եթերում։ Այնպես որ լավ եղեք, լավ մնացեք, այսքանով վլոգը կավարտեմ, քանի օր արդեն սպասեցնում եմ, չսպասեցնելու համար արդեն կավարտեմ, մոնտաժը կանեմ եւ կտեղադրեմ բնականաբար էջում։